Տիկնայք և պարոնայք, Գևորգ Կոստանյանին Հայաստանի գլխավոր դատախազի թեկնածու առաջադրելու մասին ամենատպավորիչ մեկնաբանությունը լսել եմ փաստաբանների մի խմբում։ Նրանք ասում էին, երբ մտածում էինք, թե Սերժ Սարգսյանը ում կարող է գլխավոր դատախազի թեկնածու առաջադրել, որ Աղվան Հովսեփյանից ավելի վատ լինի, եզրակացությունը միանշանակ էր. դա կարող է լինել միայն Գևորգ Կոստանյանը։ Ինձ համար խնդիր էր, իհարկե, հասկանալ, թե որքանով է օբյեկտիվ նման գնահատականը մի մարդու մասին, ում հասցեին նույնիսկ ընդդիմադիր համարվող որոշ շրջանակներ են փոքրիկ դիֆերանտներ ձոնում։ Նրանք տպավորված են թերևս, որ Կոստանյանը դիպլոմ ունի Նոթինգեմի համալսարանից, բայց ասված է, ծառը պտուղից են ճանաչում, և Կոստանյանի դատախազական կերպարն ընկալելու համար նախ պետք է ուսումնասիրել պտուղները, որ նա տվել է Հայաստանի զինվորական դատախազ լինելու այս ընթացքում։ Այդպիսի ամենահայտնի պտուղը Սյունիքի նախկին մարզպետ Սուրին Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի նախաքննությունն էր, և այդ պտուղից, տիկնայք և պարոնայք, վատ հոտ է փչում։ Գևորգ Կոստանյանը, որ պիտի վերահսկեր գործի նախաքննությունը որպես զինվորական դատախազ, դեպքից անմիջապես հետո արել է նախաքննության ընթացքը կանխորոշող հայտարարություններ, պնդելով, թե Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել արյունահեղության ողջ ընթացքում։ Սրանից հետո կարծիքներ են հնչել, թե Կոստանյանը նպատակ է հետապնդել 2013 թվականի հունիսի 1-ի Գորիսյան արյունոտ գիշերվա դեպքերից դուրս դնել Սերժ Սարգսյանի հովանավորյալ Սուրիկ Խաչատրյանին։ Հիմա հարց. կան արդյոք փաստեր, որ վկայում են այս մասին։ Ելույթիս ընթացքում կներկայացնեմ այդպիսի 4 փաստ, կխոսեմ միայն փաստերով, և այսպես փաստ առաջին։ Դեպքի վայրում կյանքից զրկված Ավետիք Բուդաղյանի ստացած ամենածանր վնասվածքը, որ քրգործում անվանվում է թիվ 1 վնասվածք, ըստ փորձաքննության ունի վերևից ներքև ուղղություն։ Ենթադրվում է, որ սույն վնասվածքը հասցվել է մի անձի կողմից, ով կրակոց է արձակել վերևից, ասենք երկրորդ հարկից կամ տանիքից։ Հատուկ կարևորություն է ստանում այն, որ ժամանակագրական առումով սա Բուդաղյանի ստացած վերջին վնասվածքն է, որից հետո արդեն ըստ դատաբժշկական փորձաքննության նա այլևս չէր կարող նպատակաուղղված գործողություններ կատարել և որից հետո ըստ տեսագրությունների հայտնվում է գետնին։ Փաստ երկրորդ. նախաքննությունը հաստատված է համարել այն, որ ինչպես մյուս, այնպես էլ թիվ 1 վնասվածքը Ավետիք Բուդաղյանին հասցրել են Սուրիկ Խաչատրյանի որդին Տիգրանը և թիկնապահ Զարզանդը։ Գևորգ Կոստանյանի 3 իմ հարցին տված պատասխանով, սակայն, հաստատվեց, որ նախաքննության մարմինը պատշաճ ձևով չի նույնականացրել, թե Բուդաղյանի ստացած 4 հրազենային վնասվածքներից որ մեկը կոնկրետ ով է հասցրել, որ պահին, որ դիրքով, որ կետից և կրակողի X դիրքից հնարավոր էր արդյոք այդպիսի վնասվածք հասցնել Y դիրքում գտնվող թիրախին։ Սա կարևոր է, որովհետև պատշաճ նույնականացումը կպարզեր, որ ի տարբերություն մյուս վնասվածքների, թիվ 1 վնասվածքը, որ ըստ էության դարձել է Բուդաղյանի մահվան հիմնական պատճառ, չէին կարող հասցված լինել ոչ Տիգրան Խաչատրյանի, ոչ Զարզանդ Նիկողոսյանի կողմից, որովհետև գործի նյութերի համաձայն դեպքերի ողջ ընթացքում նրանք եղել են տան բակում, Ավետիք Բուդաղյանի հետ նույն հարթություն բարձրության վրա և չէին կարող կրակել այնպես, որ Բուդաղյանը ստանար վերևից ներքև վնասվածք։ Նախաքննության մարմինը չկարողանալով տալ այս հակասության բացատրությունը, հիմար վիճակի մեջ է դրել ինքն իրեն, գրելով մի անհեթեթ նախադասություն տվյալ դրվագի մասին։ Մեջբերում եմ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումից, որ կայացրել է ՊՆ քննչական բաժնի քննիչ Ա. Ղազարյանը։ Մեջբերում եմ. Ա. Բուդաղյանը հրազենային գնդային վնասվածքները ստանալու պահին կարող էր գտնվել ցանկացած հնարավոր դիրքերում, որոնք խոչընդոտ չէին կարող հանդիսանալ տվյալ վնասվածքների պատճառմանը և վնասվածք ստացած մակերեսներով ուղղված լինելով դեպի հրազենների փոխբերանների կտրվածքները։ Մեջբերման ավարտը։ Լինգվիստիկ փորձաքննություն է պետք նշանակել հասկանալու համար, թե ինչ են գրել։ Փաստ երրորդ.
Եթե հիշում եք, դեպքից անմիջապես հետո Սուրիկ Խաչատրյանենք տարածեցին իրենց տան տեսախցիկների տեսագրությունը հիմնավորելու համար դեպքերի իրենց վարկածը։ Տարօրինակ էր սակայն, որ տարածվեց տեսագրության անձայն տարբերակը։ Սա չէր կարող պատահականություն լինել։ Ուշադիր զննելով ահա տեսագրության ձայն ունեցող տարբերակը կարձանագրենք արտառոց մի փաստ, որ կարող է հիմք դառնալ լրջորեն քննարկելու այն վարկածը, թե Սուրիկ Խաչատրյանը իրադարձությունների պիկին քնած չի եղել։ Բանն այն է, որ տեսագրությունների ժամը 23:07:55-ից երևում է, որ Ավետիք Բուդաղյանը դեպի Խաչատրյանների տան մուտքն է վազում Տիգրան Խաչատրյանի և Զարզանդի հետևից, ովքեր մարդկանց խմբի հետ նահանջում են։ Բայց 23:08:05-ին տեղի է ունենում անսպասելի մի բան։ Ավետիք Բուդաղյանը շրջվում է և ետ է դառնում։ Մի քանի մետր հակառակ ուղղությամբ քայլելուց հետո էլ ստանում է ճակատագրական թիվ 1 վնասվածքը։ Տեսագրության ձայն ունեցող տարբերակի ուշադիր զննությունը յուրաքանչյուրի համար ակնհայտ կդարձնի, որ 23:08:04-ին ինչ-որ մեկը ձայն է տալիս Ավետիք Բուդաղյանին գոռալով «Ավետ»։ Հենց այս կանչը լսելով է Բուդաղյանը ետ դառնում։ Նախաքննության մարմինը չի պարզել, թե ով է կանչողը։ Կոստանյանը երեկ իմ հարցին ի պատասխան ասում է էական չէ, թե ով է կանչողը։ Ես պնդում եմ, որ էական է, որովհետև եթե պարզվի, որ կանչողը Սուրիկ Խաչատրյանն է, իսկ դա շատ հավանական է թվում։ Իրադարձությունների մասին Կոստանյանի առաջ քաշած վարկածը Խաչատրյանի քնած լինելու մասին գլխովին կջախջախվի։ Փաստ 4. Տեսագրության 23:08:10-ին տեսնում ենք կայծեր ասֆալտի վրա Բուդաղյանի դիմաց։ Չի բացառվում, որ այդ կայծերն առաջացել են Բուդաղյանին թիվ 1 վնասվածք հասցրած կրակոցի երկվորյա կրակոցից։ Թերևս փամփուշտներից մեկը դիպել է Ավետիք Բուդաղյանին, պատճառելով թիվ 1 վնասվածքը, իսկ մյուսը, բախվելով ասֆալտին, ետադարձ կայծեր է հարուցել։ Ուրեմն կրակոցը կրկին հնչել է վերևից մեծ անկյան տակ։ Հիմա հարց. արդյոք ասֆալտի կայծեր հարուցած հատվածը զննության է ենթարկվել։ Պարզվում է, նախաքննության մարմինը ասֆալտի վրա հրազենային բնույթի վնասվածք չի հայտնաբերել։ Այդ նույն քննիչ Ղազարյանը Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման մեջ դա բացատրում է հետևյալ կերպ. մեջբերում եմ. ասֆալտապատ ճանապարհի տվյալ տեղամասը երթևեկելի հատվածում է, ինչի հետևանքով վնասվածքը կարող է պահպանված չլինել, բազմաթիվ օտար ներգործությունների հետևանքով, ենթարկվելով հնարավոր ձևաչափային և կառուցվածքային փոփոխությունների։ Այսինքն վնասվածքը նախաքննության ընթացքում անհետացել է։ Այսպիսով, տիկնայք և պարոնայք, վերը նշված փաստերի համադրումն ակնհայտ է դարձնում, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած գործը վարող մարմինը, զինդատախազ, ներկայումս Հայաստանի գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի ղեկավարությամբ ամեն ինչ արել է շրջանցելու, լղոզելու համար բոլոր այն փաստերը, որոնք հնարավորություն կտային լրջորեն հետազոտել մամուլում հնչած այն վարկածը, թե 2013 թվականի հունիսի 1-ին Ավետիք Բուդաղյանին մահացու հրազենային վնասվածքը կարող էր հասցնել Սուրիկ Խաչատրյանը։ Ընդ որում, նույն փաստերը կարող էին վկայել, որ գործ ունենք ոչ թե անհրաժեշտ պաշտպանության, ինչպես տեղի ունեցածը որակվել է պարոն Կոստանյանի ղեկավարությամբ, այլ Ավետիք Բուդաղյանին դիտավորությամբ սպանելու փաստի հետ։ Տիկնայք և պարոնայք, իրավական երկրում այսպիսի փաստերի առկայությամբ Կոստանյանին ոչ թե գլխավոր դատախազի թեկնածու կառաջադրեին, այլ զինդատախազի նրա պաշտոնավարումը կկասեցնեին ու կքննարկեին որպես կասկածյալ ներգրավվելու հարցը։ Բայց ունենք այն, ինչ ունենք, և ակնհայտ է, որ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանը չի կարող լինել ավելին, քան Աղվան Հովսեփյանի Նոթինգեմի դիպլոմով տեսակը։ Եվ ուրեմն ես դեմ եմ քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը վերը նշված պատճառներով։ Շնորհակալություն ուշադրության համար։